Իրականում Ղանվորագյանը ճիշտ ներկայացած այս հակազդում չկա, բայց ես ընդհանրապես չեմ ուզում ինքնատենք եք դաշտել։ Շատ պարզ մի հատ բան կա։ Վերաքնի դրական որոշում կա։ Օրինական ուժում է գտնելով որոշում, հա, այո։ Դատախազը, որպես պաշտոնատարը, իրավունք ունի այս որոշումը այս պայմանությամբ, բացի բողոքարկումների կարգը, որը որ պետական դատախազը կամ գլխավոր տեղակալ կարգում իրավունք չունի, այսօր հասկացի տակների բացի այն, որ ասի գիտեք իշխանը համաձայն չի։ Բայց իր համար սահմանական ուժը ինչպես պատականա, դա տարբերակ չունի, քան այս պայմանությամբ փաստ ընդունի։ Երբ որ դու որոշում կայացրեցիք, որ կկարան երկարասան, մենք ինչ արեցինք, համաձայն չէինք, իսկ դա նշանակություն ունի, մենք համաձայն չէինք, բողոքարկեցինք, կատարվեց որոշումը։ Հիմա նույն բանն է, դուք պետք է ֆիքսենք հետևյալը, մեղադրանքի կողմն պետք է ֆիքսենք։ Այն բան, երբ որ դու որոշում եք կայացնում, հիմա մտովի պետք է հետ գնանք այդ օրը, ու պատկերացնենք, որ այդ օրը դուք եք որոշել, որ կալանքի ինքեր չկա։ Որտեղ երբ որ դուք ասել եք կա, վերաքննիչը ասել է չէ չկա, այդ օրվա մասին ասում։ Հետևաբար ձեր համար օրենքի հիման վրա պետք է լինի, որ այո, այդ պայմանությամբ չի եղել։ Դա տանը պատասխան։ Դրա համար կա վերաքննիչ խսրա չէ, դուք սխալվել եք չկա։ Այստեղ մեկը չկա, որը որ կարող է ասել, որ այդ փաստը գոյություն չունի, փաստը կա եւ անվիճելի է այս բանի քանի դեռ չի բեկան։ Եվ մեղադրանքի կողմից անվերջ պրպտումները, որ փորձեն մի բան գտնել, գիտեք ինչ, այսքան երկար մեր գործընկերով խոսքերս հասկանում են, փորձում են ինչ-որ բան ասել։ Դրա փոխարեն պետք է ասել, վերաքննիչի որոշումը կա, բան չենք կարող անել դրա դեմ։ Կարող են բողոքարկել։ Բայց մենք պաշտպանատարանացինք ենք ստիպված ենք ընդունել այդ փաստը։ Հիմա մենք հարց պետք է տակ ընդունում եք այդ փաստը, թե չէ՞ք ընդունում։ Մանել համաձայն չենք։ Ես եմ նոր ընթացակարգ, հանդես մեղադրողը կարող է ասի, գիտեք ինչ կա, ես վերլուծում եմ, ես գտնում եմ, որ հակազդում կա, չկա, այս հարցի համար նշանակություն ունի։ Մի գրամ նշանակություն ունի մեղադրողի կարծիքը, որ հակազդումներ կա, թե չկա։ Դրա համար միակ վճռաբեկ դատարան կա, որ կարասի կա, թե չկա։ Մենք էլ կանենք համաձայն չունենք շատ բաներ, բայց քանի դեռ օրինական ուժի մեջ մտած ակտը կա, ավարտվում։ Հիմա եմ խնդրանք հետևյալն է։ Դատանը պետք է ընդունի, որ այդ օրվա դրությամբ հիմք չի եղել, ինք այդ պայմանությամբ իր հետևություններում սխալ է, նորմալ է, վերաքննիչն այդպես ասում, այդ փաստի ուժը որոշի, հիմա հաջորդի վեր ժամանակահատվածում նոր հիմքեր կան, թե չկան, մեղադրանքի կողմը մենակ դա կարող է ասել։ Կարող ասել, որ այն օրվանից հետո նոր հիմքեր են առաջացել, բայց այստեղ է խնդիրն է, որովհետև դրանից հետո հիմքերը ավելի են վերացել, որովհետև անձը, մեր պաշտպանյալը գտնվելով այս խափանմիջոցի պայմաններում ինքը ընդհանրապես նույնիսկ հնարավորություն ունենալով որոշակի պատարագների մասնակցել են, միշտ մաշը տարկալից է դրսևորել, այսինքն չկա հակառակը, հետևաբար նոր ինքեր չկա։ Դատանի համար այդ տարբերակ չքան գնահատել այդ փաստը եւ դրանի համար խափանմիջոցը վերածել։ Մնացած բոլոր հետևությունների հիմնավորները դրանք ընդհանուր մանիպուլյացիա են։